Իշխանափոխությունը չի նշանակում մեկ գործիք։ Եթե հիմա ես ասեմ դուրս գանք փողոցային պայքարի, դա արդյունավետ գործիք չի լինի։ Հիմա եթե ասեմ impeachment, սրա համար եւ մենք մեր քաղաքական ուժը, մեր քաղաքական լիդերը բազմիցս շատ ուղիղ արձանագրել ենք։ Impeachment լինում է բացառապես խորհրդարանում հենարանի առկայության պայմաններում։ Առանց հենարանի, եթե դու չունես անհրաժեշտ քանակով падգամավոր, ով կքվեարկի դրա օգտին, այս գործընթացը մի տեսակ առասպելական է, ես չեմ պատկերացնում դա։ Իսկ մյուսը բնականաբար առօրյա ռեժիմով դա հանրային կարծիքի հետ աշխատանքն է։ Վերհանումը իշխանության բացթողումների, թերացումների, կամ ոչ կոմպետենտության, անունը դնենք դավաճանը, ինչ էին հասկացել, ինչ ուզում ենք ասել, բայց հանրային կարծիք։ Ցավոք սրտի ես այսօր միտում եմ նկատում արժեզրկման գլոբալ պրոցեսների, եւ ես պատճառը տեսնում եմ հենց այդ անլուրջ գործընթացներով, անլուրջ քաղաքական հայտերով։ Գիտեք ինչպես է, երբ օրու մեջ նոր գործիչ է հայտնվում եւ ասում ես պետք է լինեմ հավաքական ընդդիմության ղեկավարը կամ առաջնորդը, սա արժեզրկում է գլոբալ հակաիշխանական պայքարը, իսկ ընդդիմությունը ինչ պետք է անի, բնականաբար կոնսոլիդացիա իրական ընդդիմադիր եւ ամենակարևորը ուժեղ քաղաքական ուժի շուրջ։ Իսկ գիտեք ինչպես է, այսօր որպես այդպիսի քաղաքական ղեկավար ես տեսնում եմ Ռոբերտ Քոչարյան, ում շուրջ կարելի է կոնսոլիդացվել եւ մենք, ես, մեր թիմը եւ շատ ստվարձանգված կենտրոնացված ենք եւ լինեմ անկեղծ, նաեւ ես տեսնում եմ կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի շուրջ։ Եվ այսօր ես տեսնում եմ այդ երկու ուժին, որ կարելի է կոնսոլիդացվել, անկեղծ կոչ չեմ անում միանալ, չգիտեմ, այս կամ այն ուժին, բայց մենք ունենք գործիչներ հարուստ կենսագրությամբ։ Իսկ այն, որ ընդդիմադիր տիրույթում իրենց դիրքավորած գործիչները շատ լավ պետք է հասկանան, որ ընդամենը ընտրապայքարում ձայների փոշիացման ռեժիմում են, եւ սա եթե իրեն անձը համարում է ընդդիմադիր գործիչ, պետք է հասկանա, որ ընտրապայքարի մեջ չպետք է մտնի, որովհետև ինքը ձայնը փոշիացնող է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։